Իրանը ցամաքում է, ջրամբարները, լճերն ու գետերը դատարկվում են կայծակնային արագությամբ, կենարար հեղուկի ճգնաժամի հետքերն ամենուր են։ Իսլամական Հանրապետության կեսն անձրևի կաթիլ չի տեսել ամռան ավարտից ի վեր։ 10 միլիոն բնակչությամբ մայրաքաղաքը կարող է անգամ տարհանվել։ Agar boron nabare ma dar Tehran Եթե անձրև չգա, հաջորդ ամսվանից կսկսենք սահմանափակել Թեհրանում ջրի մատակարարումը։ Եթե երաշտը շարունակվի, մենք կսպառենք ջուրը եւ ստիպված կլինենք տարհանվել քաղաքից։ Ոչ միայն ճգնաժամը, Փեզեշքյանի հայտարարություններն են լրջորեն մտահոգում իրանցիներին։ Ոչ մեկը չի ուզում տարհանվել Թեհրանից, որովհետև մարդկանց արմատներն են այստեղ։ Արդյունավետ լուծում է անհրաժեշտ։ Թեհրանի տարհանումը ոչ թե խնդրի լուծում է, այլ դրանից խուսափելու միջոց։ Թեհրանին ջուր են մատակարարում 5 ջրամբարներ, միայն թե երկարատև երաշտը դրանց մակարդակը վերջին 100 տարում կրիտիկականի է հասցրել։ Եթե մատակարարման ծավալը նույնը մնա, ջրամբարները կցամաքեն 2 շաբաթում։ Ճգնաժամի պատճառը ոչ միայն երաշտն է, այլև սխալ կառավարումը, անօրինական հորատումներն ու անարդյունավետ գյուղատնտեսությունը։ Եթե իշխանությունն ունակ լիներ կառավարման, չէր թողնի, որ վիճակն այս աստիճանի բարդանար ու հասներ այս կետին, ինչ պետք է անի այդ նույն կառավարությունը։ Նրանք նույնիսկ փորձագետներին չեն լսում։ Միայն Թեհրանում չէ ջրի ճգնաժամը։ Իրանի 19 խոշոր ամբարտակներ երկրի ռեզերվուարների 10%-ը փաստացի չորացել են։ Մեր տարածքի ջրամատակարարման ճնշումը շատ ցածր է, լոգանք ենք ընդունում միայն վաղ առավոտյան, օրվա ընթացքում ցնցուղ ընդունելը ընդհանրապես հնարավոր չէ։ Մարդիկ պատրաստվում են վատագույն սցենարին, տարբեր բնակավայրերում արդեն ջրի մեծ տարաներ են վաճառում երկար ջրանջատումների դեպքում ջրի պաշար կուտակելու համար։ Քիչ ջրով լոգանք ընդունողների, խնայողների համար զեղչեր են, շատ սպառողներին էլ տուգանում են։ Հայաստանում մտածել են հարևան երկրներին ջրով օգնելու մասին, տարիներ առաջ նաև հաշվարկներ են արել։ Քննարկված տարբերակները սակայն թանկ ու կասկածահարույց են համարվել։ Ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը վստահեցնում է, Հայաստանը ջրային մեծ ռեսուրսներ չունի, հատկապես Իրանի նման երկրի մեծ ծավալներն ապահովելու համար։ Խնդրի լուծման ամենաարդյունավետ ու փորձված տարբերակը մասնագետը համարում է ծովի ջուրն աղազերծելը եւ որպես քաղցրահամ մատակարարելը։ Ճգնաժամի հաղթահարման այս տարբերակը կիրառում են արաբական երկրները թանկարժեք տեխնոլոգիաներով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։